սիրում եմ Ավանը, որովհետև այն իմ հայրենիքի փոքր անկյունն է, որտեղ միշտ ուզում ես վերադառնալ։ Ես սիրում եմ Ավանը, որտեղ այստեղ իմ տունն է եւ իմ ընտանիքը։ Ես սիրում եմ Ավանը, քանի որ այն ունի դարերի պատմություն եւ հին նոր ապրում են իր կողք կողքին։ Ես սիրում եմ Ավանը, որովհետև այստեղ գտել եմ նոր ընկերներ եւ մի փոքր թիկ անկյուն, որտեղ ինձ սիրում են եւ հավատում են։ Այստեղ ողջ մանկությունս է անցել, այստեղ իմ առաջին սերն եմ գտել, այստեղ եւ ընկերներ եւ ընտանիք, թե արցունքներ եւ թե բարիք։ Ես սիրում եմ Ավանը, քանի որ այստեղ է իմ դպրոցը եւ ես ունեմ լավ ընկերներ։ Ես սիրում եմ Ավանը, որովհետև նա ինձ նոր տուն ու ջերմություն է տվել։ Ես սիրում եմ Ավանը, քանի որ այն օրերը գեղեցկանում է։ Եվ տալ իմ սերը անսահման, հավատարիմ մնալ հավերք, դու իմ կայուն սիրուն ապան, մեր տարիները վարկանցնել, մեզ միայն Տերն է պահապան, բայց դու դարեր պիտի ապրես, դու իմ կայուն հպարտ ավան։ Այստեղ ինձ միշտ սպասում են և սիրում, այստեղ իմ էությունն եմ ես գտնում, այստեղ ինձ շպտացող հայաչ։ Այսօր մենք Կարեն Ասարյանի անվան 171 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներս կներկայացնենք նախագծային աշխատանքը աշխարհագրություն առարկայից։ Նախագծի թեման է իմ բնակավայրի ուսումնասիրությունը։ Մեր թիմում Մամիկյան Դավիթ, Նահապետյան Սարգիս, Պապիկյան Նատալի, Ջավադյան Հաշուտ, Ավետիսյան Նարեկ, Ասելյան Հովհաննես, Սահակյան Ասմիկ, Շենքարյան Դիկվետ։ Նախագծի ղեկավարն է Գայանե Սահակյան։ Նախագծի նպատակն է աշակերտներին ծանոթացնել իրենց բնակավայրերի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին և տրամաբանական խնդիրներին։ Աշակերտները կսովորեն հավաքել և վերլուծել տեղեկություններ և այնուհետև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները։ Այժմ կներկայացնենք մեր նախագծային աշխատանքի վերջնարդյունքները։ Ծանոթացանք մեր բնակավայրի պատմությանը, մշակույթին, աշխարհագրությանը եւ այլ կարևոր ասպեկտներին։ Զարգացեցինք մեր հետազոտական հմտությունները, տվյալների հավաքագրման, հարցազրույցների անցկացման և աղբյուրների վերլուծության միջոցով։ Կազմեցինք մեր բնակավայրի կատեզը նշելով կարևոր վայրերը և մեզ ուսումնասիրած թեմաների հետ կապված տեղեկություններ։ Զարգացրեցինք աշխատանքը ներկայացնելու հմտություններ, մեր կատարած ուսումնասիրությունները ներկայացնելով ուսուցիչներին, համադասարանցիներին և համայնքի անդամներին։ Աշխատեցինք թիմերով, սովորելով համագործակցել, կազմակերպել աշխատանքը և հասնել ընդհանուր